Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս նվիրումը դուք ինչ ասեմ գործնեություն կան չլրացնեմ էլի ոնց որ ավելի շատ է հիմա ոնց որ թե մի քիչ փոխվել է Ղարաբաղցին իր տեսակի մեջ է լավ պետքա ուղղակի նայես ցուցանիշ չկա եթե ինքը հասավ մարդու սրտին բարև ձեզ սիրելի հայրենակիցներ եթե մի պահ մտածենք թե մենք որպես հայ ազգ որպես աշխարհին ներկայանալու որպես այցեկարտ ինչով կարող ենք ներկայանալ եւ առաջինը որ կգա մեր մտքին Կոմիտաս Արամ Խաչատրյան Արնո Բաբաջանյան մեր անզուգական երկու պարով եւ իհարկե մեր դուդուկով ինչպես Դմիտրի Ձիբրովն էր ասում ծիրանափողով Ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում այսօր մեր տաղավար եմ հրավիրել զրուցելու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս պրոֆեսոր պարոն Գևորգ Տաբաղյան Բարև ձեզ Բարև ձեզ Վարոն ջան Հաշվի առնելով մեր մտերմությունը երևի հենց դույով էլ անցնենք հենց անունով էլ անցնենք Իհարկե Սիրելի Գևորգ մանավանդ որ եւ հորս եւ որդուս անունը Գևորգ են ես որ կարող ենք անմիջական կդիմել Այ մենք ունեցել ենք դուդուկի հայտնի ու անզուգական կատարողներ հերվից կան Կարո Չարչօղլյան Մարգար Մարգարյան Լևոն Մադոյան Վաչե Հովսեփյան Ջիվան Գասպարյան եւ այդ գործի այսպես ասած ուղղության արժանի հետևորդը շարունակողը դուք եք Գևորգ Տաբաղյան Շնորհակալ եմ Այ մի քիչ խոսենք ո՞նց եղավ որ ինչու դուդուկ ինչպես եղավ որ դուդուկ Վարոն ջան կարծում եմ որ բաներ կա ասո կամոք ստացվում է եւ այդպես ստացվեց ես երբեք չէի մտածել որ պետք է դուդուկ նվագեմ բայց մեր տանը մի ժողովրդական երաժշտության հանդեպ յուրահատուկ վերաբերմունք է եղել ակարդեոնով սկսեցի հետո Չայկովսկի կլարնետի բաժին նվագում էի դասական գործեր իմ ուսուցիչը եղել է իմ ավագ եղբայրը Գուրգենի հայրը հա 12 տարի մեծ է ինձանից եւ որպես երաժշտական կյանքում երաժշտական աշխարհում միշտ ուղղորդել է ինձ սիրով, ջերմությամբ, երբեմն ծեծով ապտակոսը վաստղեն առանց աշճան չի լինի հա եւ մի օր որոշեց որ ես դուդուկի պետք է գնամ ես չէի պատկերացնում ասի դե դուդուկն ինչ է դուդուկը շատ լավ գործիք է բայց թշերս պետք է ուռի աղջիկները չեն հավանի ասեց այդ տղա որ լավ նվագես կհավանեն բան մի խոսքով sense համոզելու process էր գնում այն ժամանակ ինձ հեծանիվ առավ սամակատային ժամանակ կար առավ եւ մի խոսքով կաշառեց ինձ ես 10-11 տարեկան էի եւ ես սկսեցի ծանոթանալ դուդուկին ոչ թե իր կաշառքի արդյունքում այլ իրեն հավատալով եւ հարգելով եւ սկսվեց այդ process-ը Վարպետ Խաչիկի մոտ ուշադրության կենտրոնում կանխեցիք իմ հարցը ով է եղել ձեր ուսուցիչը առաջին Վարպետ Խաչիկը մեր կողքի շենքն էր ապրում ինձ ասեց Գևորգ ասես կողքի շենքը մի հատ շատ գրագետ մարդ կա Խաչիկ Խաչատրյան վաստակավոր արտիստ մեր Անգուլյանի անսամբլի դուդուկարների պատկառել մի անձնավորություն ասեղա ոնց կասես ապերջան ինձ տարավ իր մոտ ու մեզ սկսեց մեր առօրյան մեր հարաբերությունները ես ամբողջ օրը շատ ակտիվ էի Բաքում
կռիվ, ֆուտբոլ, մի խոսքով, ոնց որ բակային խաղեր, հա, բակային խաղեր, բան շատ ակտիվ է, կռիվ է, գալիս են բողոք մեր տան վրա, հետս մեկ-մեկ ինձ ծեծում էր, ասում էր այդ տղա ինչ գործ ունես, ման վերջը։ Եվ գնում էի վարպետ Խաչիկյանց տուն։ Երբեմն ֆուտբոլ խաղալուց հետո, ասես կեղտոտ, հա, դարպասապայ քծվում է, ոտս արուն, քերծված բան։ Վերցնում էին ինձ բերում էին, լողացնում էին, այն հիմա նոր արի դասի։ Դա տնական մթնոլորտում ես տենց կապնվեցի, շատ հարգեցի եւ սիրեցի իրենց ընտանիքը եւ սկսվեց իմ գործունեությունը, իմ չհասկանալով մանկական, պատանեկան այդ աշխարհում եւ սկսեց իմ գործունեությունը, իմ նվիրումը դուդուկ, ինչ ասեմ, գործունեություն կան, չլրջացնեմ, էլի։ Ինքնաբերաբար ու ասոկամոք գնաց։ Սենց սկսվեց սկիզբը։ Իսկ որպես ինքը առաջին ուսուցիչ էր։ Հա, դե բարձվում է, որ աղբերս դարձավ իմ առաջին ուսուցիչը։ Իսկ վարպետ Խաչիկը իմ նաև իմ երաժշտական աշխարհի առաջին ուսուցիչը, այո։ Իսկ արդեն որ մտակ այդ դուդուկի աշխարհը, այդ թվացս կորիֆեյները որ կային, Կարո Չարչօղլյան, Մարգար Մարգարյան, Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Ջիվան Գասպարյան, այ որպես սենսեյ էլի Խաչիկը Խաչատրյան մնաց թե փոխվեց։ Գիտես ոնց Խաչիկ Խաչատրյանը ոչ միայն լավ դուդուկ արել, այլ լավ մանկաբարձ էր։ Ինքը մենք որ հանդիպեցինք, ասեց Գևորգ ջան, պետքա շատ կարդաս։ Դե հիմա ես էլ առաջ 10-11 տարեկան։ Ասում էր հիմա այսօր սկսում ենք Թումանյանի հեքիաթներից, Ղազարոս Աղայանի հեքիաթներից։ Հերս էլ Քյավառցի մարդ ասում էր այ Խաչիկ ջան, Թարաքյամի տուր, Ղազախի տուր, Շալախո տուր, ասում էր Գուրգեն ջան, սպասի, դրան ժամանակ ասում էր երեխուն պետքա դաստիարակել նաև գրագիտության աստիճանով, սիրիգիր գրականությունը իրա չափով չեմ ասում։ Հետո այդ բոլորը որ հիմնավորելն է, հետո երաժշտություն, դուդուկ մենք դասեր էր ելնում, որ մենք զրուցում ենք, ինքի մեջ զրուցում էր, բաներ էր ասում։ Երևի այդ ասածների մի կեսից ավելը չէր հասկանում։ Ասում էր, ադա պետք է նվագող, պետք է մարդ լինի, պետք է իսան լինի, պետք է մարդասեր լինի, պետք է սիրի մշակույթը, իր երկիրը, իր ընկերներին։ Եվ դրանից հետո մենք սկսում էինք նվագել, բացատրում էր, վարպետների կյանքից էր պատմում, սենց դասը ոչ միայն դուդուկի դաս էր, այլ մարդասիրության, մարդկային հարաբերությունների, այն ինքը ուզում էր, որ ասում էր, մենակ դուդուկ նվագելը քիչ է, պետք է կարողանաս նաև հասարակության մեջ դրսևորվել, քո ընկերության շրջապատում, ընկերական, եթե գնում ես արտասահմանյան երկրներ, կարողանաս ներկայացնես քո գործիքը, հարցազրույց ես տալի, պետքա գրագետը լսես, բոլորը խոսում էր, բացատրում էր, ինձ նորից եմ ասում, շատ բաները ես շատ լուրջ չէի կարողանում ընկալել, բայց ինքը համարում էր, որ դա ժամանակի մեջ կմարսվի եւ ինքը իր արդյունքը կտա։ Դրա համար ես շատ շնորհակալ եմ վարպետ Խաչիկին, որ ինքը կարողացավ ինձ այդ այբուբենը մարդկային հարաբերությունների եւ երաժշտական աշխարհի ինձ սովորեցրել։ Փաստորեն Գևորգ ջան, ի պատիվ ձեր ուսուցիչ Խաչիկ Խաչատրյանի պետք է ասել, որ բացի մասնագիտականից ինքը նաեւ ճիշտ մանկավարժական մոտեցում է դրսևորել, որ ձեզ աստիճանաբար մտցնելով այդ աշխարհը, այդ հեքիաթների, այդ ամեն ինչի միջոցով, որպեսզի սեր առաջացնի գործիքի նկատմամբ, որ ձեր ցկտումը դեպի բակը փախնելու այդ բակային խաղերը խաղալու մանկական այդ ցկտումը փաստորեն չի գերազանցել այդ գործիքի նկատմամբ սիրուն։ Ճիշտ եք ասում, որովհետև դուդուկը նաև հողի ծնունդ է, բնության, մեր երկրի, հայ մարդու հոգե վիճակի, հոգե կերտվածքի մի դրսևորում է։ Եթե մարդը բնության հետ կապը չլինի, նա դժվար թե լավ դուդուկ նվագի։ Եվ ընդհանրապես ինձ թվում է ցանկացած մարդու բնությունը բերում է ճշգրիտ վիճակի։ Բնությունը, տեզերքը, եթե մարդու մոտ խախտում է տեզերական կապը, նա շատ կարևոր բան է գործնում։ Ամեն ինչ հաշվարկների մեջ է լինում։ Ինձ թվում է կյանքը պետք է պլանավորել, ծրագրել մեծ հաշվով, բայց նաև երբեմն
կարծում եմ պետք է բաց թողես ինքը վերևից գալիս է քեզ ինչա պետք եւ վերստեն չէ դրված այլի որ շատ հաշվարկային ես անում ինչ որ մարդկային հարաբերությունների մեջ ինչ որ մի բան չորանում է կարծում եմ ես կարծում եմ այն ինչ որ ի վերուստ տրված է եթե նույնիսկ արհեստականորեն ուզում ես շեղել ի վերջո բնական բերում է իր այն վիճակին ինչը որ քեզ տրված է էմոցիոնալ դաշտը կարծում եմ շատ կարևոր է մարդու մոտ որ նա միշտ ակտիվ լինի շատ լավ եւ երբեմն անկառավարելի երբեմն ճակերտարով շատ լավ պատկերացնում եմ որտեվ ես երկար տարիներ աշխատել եմ ֆինանսական ոլորտում եւ փաստորեն պետք է որ լինի չոր ոչ էմոցիոնալ մարդ բայց դա գերազանցեց այդ մենք նախաբանում զրուցում ենք էլի ի վերջո մենք եկանք այս դաշտ եւ հիմա որ այստեղ զրուցում ենք նաեւ դրա արդյունքն է որ ի վերջո դու գալիս ես նրան ինչ որ տրված է էլի վերս լավ այդ ձեր գործնեությունը կարելի է բաժանել մի քանի էտապ չասեմ ուղղությունների եւ այլն փաստորեն մանկավարժական գործնեություն որ կոնսերվատորիայում դասավանդում եք համերգներով եք հանդես գալիս նաեւ այս մի քանի ուղղությունները որն է գերադասելի եւ ոնց եք համատեղում չնայած մոտարապես պատկերացնում եմ իմ համար մանկավարությունն էլ է շատ կարեւոր որտեղ ես ամբողջ դասաժամի ընթացքում իմ երեխեքի հետ իմ սաներին իմ երեխեք եմ նաեւ ես ասում որտեղ իրանց շատ եմ սիրում ես իրենց համար նվագում եմ ամբողջ դասը համ ցույց եմ տալիս նվագում եմ նոտայով իր հերթին շփումներով իրար հետ յուրահատուկ շփումներով երբեմն հատվածներ կա որ հնարավոր չի նոտաներով դրանք փոխանցել ասում եմ երեխեք ջան ձայնագրեք մատային խաղերը նկարահանեք այսինքն ես ուզում եմ իրենք տիրապետեն դուդուկին Վաչեով Սեփյանը Լևոն Մատյանը ոնց էին տիրապետում ասես որ նվագում են այլ կախարդական մի անբացատրելի բան է դուդուկին պետքա տիրապետել դուդուկին պետքա այդ շունչը տաս հետո որ ինքն էլ քեզ տա բայց որ դու քեզ վախեցած շատ զգուշավար ես զգուշորեն ես նվագում դա ինչ որ ռեակցիա տեղի չի ունենում էլի շատ կարևոր քիմիա էլի հա էլի շատ կարևոր է դուդուկի հետ պետքա խոսաս ու տիրապետես դուդուկին երբեմն ասում են Վաչե Օսիպյանի դուդուկը վախենում է իրանից ինչ առումով որ նա շատ լավ էր տիրապետում գործիքին ինչ ուզում անում էր դրա համար ես երեխեքին ուզում եմ որ տիրապետեն դուդուկից լավ ձայն հանեն այն պայծառ դուդուկի ձայնը այն տեզերական անբացատրելի հնչողությունը այդ հյութեղ Լևոն Մադոյանական մտածողությունը Լևոն Մադոյանի հովվի կանչը Վաչե Օսիպյանի հնչյունը օբերտոնային հարուստ պետք է այդ բոլորը լինի եւ դնեն իրանցը եւ իմ ուսուցիչը միշտ ասում էր դա մի աշխատի մեկին անպայման նմանվես եթե ամբողջ ուղեղը գնում է սրան նմանվես այնտեղ մի կետ է գալի որ արվես չի լինում հետո ասում էր մի տարա, երկու տարա, 10 տարա, բայց կստացվի, բայց դու մտածի, որ քո հեքիաթի մեջ ելույթ ունենաս, քո հեքիաթով նվագես, ոչ թե մտածես, այս վարպետը ոնց էր անում, ամբողջ եթե մտածողությունը գնում այս վարպետի պես, այս մարպետը ոնց էր անում, ինքը արվեստ չի դառնում, ինքը դառնում է կոպիայի ինչ որ տարատեսակ, լավ կոպիա, վատ կոպիա, միջին կոպիա, բայց կոպիա է։ Ես իմ բոլոր ուսանողներին խորհուրդ եմ տալիս
իհարկե այն փուլը բոլոր վարպետներից պետք է սովորել, իմ դասատն ասում էր, «Ադա այն գյուղի զուռնը չուցել մի բան կարող ես սովորես, այն փայլևան նվագողից էլ մի բան կարաս սովորես, թաղում նվագողից էլ մի բան կարաս սովորես, բայց դրանք պետքա իմի բերես եւ դարձնես քոնը»։ Վերցնես, մարսես։ Իհարկե։ Պատտես ու քո ոգուց բխող Ճիշտ է։ քո մատուցումը։ Այ խոսեցինք մեր կատարողների մասին։ Այս տարի Վաչե Հովսեփյանի 100-ամյակն էր։ Այո։ Այ վարպետի մասին։ Վաչե Հովսեփյանը մեծ ներդրում է ունեցել դուդուկի զարգացման գործում, մեծ վարպետ, Լևոն Մադոյանի շարունակողը, Մարգար Մարգարյանի, եւ նա բերեց դուդուկը նոր մակարդակի, ակադեմիական մակարդակի, վարպետության նոր աստիճան, նրա մեջ կար պատմության բոլոր շերտերը։ Նա սովորել էր Կարո Չարչոլյանից, Լևոն Մադոյանից, Մարգար Մարգարյանից եւ այդ բոլորը, ինչպես ասեցի, իմի էր բերել Վաչե Հովսեփյանական դրսևորմամբ։ Վաչե Հովսեփյանին ես չեմ տեսել 12 տարեկան այդ 13, որ ինքը հեռացավ կյանքից, բայց Վաչե Հովսեփյանին ես համարում եմ իմ ուսուցիչը, որովհետև նրանից շատ բան եմ սովորել, իրեն չտեսնելով, եւ հիմա էլ եմ սովորում, եւ իմ ուսանողներին էլ եմ հորդորում, որ շատ լսեն Վաչե Հովսեփյան։ Վաչե Հովսեփյանը նաեւ կոմպոզիտոր էր, երգեր ունի գրած, շատ սիրված ժողովրդի կողմից, դուդուկի մեծ հեղափոխություն արեց, սիմֆոնիաներ սկսեց նվագել, հետաքրքիր փոխադրումներ, եւ Վաչե Հովսեփյանին ես հաճախ անվանում եմ նաեւ գիտնական, փիլիսոփա, մեծ մտածող, Վաչե Հովսեփյան, Կարո Չարչոլյան, նրանք մեծ մտածողներ էին եւ բնությունից, հայկական լեռնաշխարհից կարծես պոկված մի հրաշք բեկորներ լինեին, հոգու բեկորներ, ում առաջ պետք է խոնարհվել։ Այո, փառք ու պատիվ իրենց բոլորին վարպետներին։ Շատ լավ, իսկ համերգային գործնեությունները դուք փաստորեն եւ գիտեք ինչ եմ ուզում, ինչ ասպեկտից եմ ուզում հարցը տալ։ Շատ վաղուց տարիներ առաջ հոդված էի կարդացել, որ Սիթարահար Ռավի Շանկար կա հնդիկ, որ Բիթլզի կատարողները, մասնավորապես Ջորջ Հարիսոնը, գնացել էր Հնդկաստան եւ այդ Ռավի Շանկարի հետ ինչ որ համատեղ ինչ որ բաներ էին անում բան։ Այ ուզում եմ մի հատ էս բանով խոսենք էլի, ինչքանով է մեր դուդուկը գովազդված աշխարհում եւ նման, գիտեմ որ Ջիվան Գասպարյանը ինչ որ պահ հետ հայտնի երաժիշտների հետ համագործակցեց, նվագեցին այդ գլադիատորում իր դուդուկը հնչեց եւ այն։ Այս կտրվածքից ոնց է արդյոք բավարար գովազդված է մեր դուդուկը։ Սովետական միության փլուզումից հետո, որ սահմանները բացվեց, շփումները մեծացավ, Պիտեր Գաբրիելը, հանրայդ կոմպոզիտոր, վերցրեց Վաչե Հովսեփյանի հովերն ընկան մեղեդին եւ գործիքավորեց եւ այդ զայնագրությունը նկարահանվեց Հիսուսի մասին ֆիլմում եւ այդտեղից 90-ական թվերներ, թե 80-ականների վերջը դուդուկը տարածվեց աշխարհով մեկ։ Շատ հայտնի ձայնագրություն, բոլորն էլ լսած կլինեն հովերն ընկանը, հնդկական գործիքների sense համադրությամբ ու դուդուկը մի հայտնություն էր համաշխարհային երաժշտական լսարանում եւ սկսեցին հետաքրքրվել էս ի՞նչ գործիքը փոքրիկ փայտ 10 անցք ընդամենը եղեգի ձայնար որը անբացատրելի հոգու դրսևորումը եւ այդտեղից սկսվեց մեր հարգարժան Ջիվան Գասպարյանը շարունակեց տարբեր ֆիլմերում եւ հիմա արդեն դուդուկը բավականին տարածում ունի անցել 30-35 տարի եւ դուդուկը ահակ մեծ շատ երաժիշտներ կան ովքեր օտարազգային եւ նվագում են դուդուկ ասենք որևէ սիմֆոնիկ օրկեստրի ֆլեյտահարը, հոբոյահարը, կլարնետահարը, ֆագոտահարը, փողային նվագողներ եւ ոչ միայն նվագում են դուդուկ, ես շատ
երկրներում կոնսերվատորիաներում դաս եմ տալիս մանկավարժական մաստեր կլասի տարբերակով, շփումների, հանդիպումների եւ դա ինձ ուրախացնում է, որ օտար մարդիկ հատուկ դրսևորում ունեն դուդուկ նվագարանի հանդեպ եւ դրա միջոցով նաեւ սիրում եւ ճանաչում են մեր երկիրը։ Դա ուրախացնում է եւ այդ թափը կարծես մեծանում է տարեստարի եւ ժամանակ կգա, որ օտարները շատ ավելի մեծ թափով, ավելի մեծ խմբերով, մեծ արդյունքներով կնվագեն դուդուկ, որի համար մենք ուրախ ենք։ Այ հարցս դա էր։ Ես շատ երաժշտների հետ եմ նվագում, նվագել Աղջարարչակ Թավջութակար Յոյոմայի հետ, նվագել եմ Ուդահար Ռաբի Աբուլ Խալիլի հետ, արաբ, որ ապրում է Եվրոպայում, Յան Գարբարեկի հետ, սաքսոֆոնահար, Գիդոն Կրեմերի հետ, ջութակահար, Յուրի Բաշմետի հետ, այս բոլոր համադրությունները շատ յուրահատուկ են։ Հայկականը համադրել դասականի հետ կամ արևելյանի հետ, Ռաբի Աբուլ Խալիլի հետ նվագում ենք արևելյան։ Գիտես Վարամ ջան, պետք է եզրեր գտնել այդ արևելյանի, ուդի իր գործերն էին նվագում, որ արաբական մոտիվացիաներով էր, բայց պետք է այնպես նվագես, որ այդտեղ կարողանաս դուդուկի հայկական գույնը, հայկական հնչողությունը մտցնել, բայց շատ զգուշորեն եւ համոզիչ։ Եվ մենք CD թողարկեցինք, ձայնագրությունը համերգային տուրեր ունեցանք եւ տպավորիչ էր հայկական, ասենք իր արաբական այդ մոտիվացիաների մեջ, մեկ էլ ես նվագում էի հովերն ընկան։ Նվագում էի աշխարհումը սաղչիմ քաշ, բայց դա պետքա համոզիչ արվել, այդ եզրերը պետքա գտնել։ Եվ կարծում եմ, որ դուդուկ արդեն մտել է այս համաշխարհային լսարան եւ պետք է այս հաջողությունը մեծացնել եւ շարունակել։ Շատ աշակերտներ ունեն, որ դասավանդում են դրսի կոնսերվատորիանում, օտար երկրների, ունեն իրենք էլ շատ աշակերտներ, շատ հաճախ ես իրենց օգնում եմ, ուղղորդում եմ եւ որի համար շատ ուրախ եմ։ Մի ծաղկով գարուն չի գա, բոլորին պետք է էսա մեր համազգային հարստությունն է եւ մեր համազգային ծրագիրը մենք պետք է ասա տարածենք, որտեղ սա մեր մշակույթի, մեր երկրի պատիվն է։ Այս դա է ուզում, որ հանրայնացվի, որտեղ ինչ որ մի պահ ցավոք, ինչ որ մի պահ դուդուկը դարձել էր ավելի շատ այդ բանիխիդային, հա, ոնց են ասում, որ ավելի շատ այդ հիմա ոնց որ թե մի քիչ փոխվել է։ Գիտես, ես որ այս հարցը ինձ տալիս, ես ասում եմ, ինքը ված չի, որ դուդուկը լինելով ասենք տխուր առիթներով օգտագործող նվագարան, դա ված չի։ Հայ մարդը տխուր առիթին ընտրել է իր փոխքը լինի դուդուկը, որը կամուրջ է երկնքի հետ։ Ուրիշ հարց է, որ այդ առիթներով պետք է նվագել լավ, որ լավ չեն նվագում, ինձ էլ դուր չի գալի, կարող է ներկա լինեմ, ասեմ, խնդրում եմ չնվագես, չեմ ասում բոլորը նվագեն Վաչե Հովսեփյանի պես, բայց որոշակի մակարդակ պետք է լինի, որ հիմա նույնը քարյակ է նվագում, ջութակարների կվարտետ է նվագում եւ վատն է նվագում, հիմա այդ լարային գործիքները մեղք չունեն։ Եթե լավ ես նվագում, սիրուն է, հիմա թեկուզ տխրության առիթով, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Նույնը դուդուկը պետք է որոշակի գեղեցիկ նվագեն, այդ հոգևոր երգերը, այդ Սայաթ-Նովան, այդ իմպրովիզացիաները արևելյան, գեղեցիկ նվագեն, որ վատ են նվագում, արդեն հակառեկլամա դառնում գործիքին, որը լավ չի։ Այսինքն Փառք Աստծո, հիմա ճիշտ ուղղությանը, ոնց որ ավելի հանրայնացվում է աշխարհի տարբեր երաժիշտներ, այո, իր մակարդակը պետք է բարձրացվի, որ տարբեր ոլորտներում, տարբեր մթնոլորտներում, տարբեր այդ միքսատիվ վիճակների մեջ ինքը որոշակի մակարդակ ապահովի, որը շատ ավելի լավ է։ Մենք նաև հակված ենք դրան, որ օգնենք մեր երիտասարդները այն վրիպումները, այն բաստողումները, որ մենք ունեցել ենք, պետք է իրանք չունենան։ Իրանք պետք է միաշան առաջ տանեն։ Դա կյանքի օրինաչափությունն է։ Ինձանով չի սկսում, ինձանով չի վերջանում։ Մենք վարպետներից վերցնում ենք, փորձում ենք շարունակել, պետք է փոխանցենք մեր հաջորդ սերունդներին։
Տեսատերը չեն կնչ առողջ Դե հիմա մտածում որ մարդը անդադ ասում ես, էդի լավ չի։ Մարդկա խոսում անդադ իր մասին ես, այդ ցավը տանը։ պետք է փոխանցել որ այդ էստաֆետը։ Ես իմ երեխեքին, իմ աշակերտներն ասում եմ երեխեք ջան, ցանկացած ոլորտում, եթե մարդ շնոր ունի, ցանկացած ոլորտում մասնագիտության մեջ, պետք է ընդունի որ դա ծառայություն է։ Եթե լավ դուք արես, պետք է ծառայես։ Լավ ոստիկան ես, պետք է լավ զինվոր ես, պետք է ծառայես, լավ նախարար ես, պետք է ծառայես, լավ ուսուցիչ ես, ամեն ինչ պետք է ծառայությունա մարդկությանը, քո ժողովրդին։ Ոչ թե անդադ վերագրում ես, եթե հենց ասիդ ես խարաբալում ամեն ինչ։ Իմ ուսուցիչը սենց է սովորացրել, ես այս թեզով եմ առաջնորդվում։ Պետք է ժողովուրդը Աստված տվել է, պետք է ծառայես մարդկությանը, դրանով հիշվես։ Պետք է Մերտ իր կյանքի ընթացքում կարողանա բան թողի։ Եթե բան չես թողնում ես, ապրի 300 տարի, հաշիվ չկա մեջը։ Հետք Հա, պետք է քո այդ ես ինչ եմ ուզում, անդադ թվում է թե չենք հասցնում, մանավանդ հիմիկվա այս ժամանակներում։ Նպատակն է նա երկար ապրելու եւ առողջ ապրելու, որ դե առողջությունը բոլորին է պետք, Աստված բոլորիս առողջություն տա, որ մեր ոլորտում հատկապես եթե առողջությունը տեղը չեղա, դու չես կարող նվագես, ինքը մեծ ֆիզիկական պատրաստակամություն է պահանջում, որ կարողանաս ձայնագրություններ առնես, վիդեո բաներ թողես, մատերիալներ թողես, տեսագրություններ անես, որ մնա պատմության մեջ։ Հիմա 80 ենք ապրել, թե 180 մի հաշիվա բան պետք է թողես մարդկությանը որ սովորեն մի բան լավել հաջորդ սերունդը անի էսա կյանքի իմաստը եւ նպատակը ցավոք շատերը նման դե Աստված իրանց չեն մտածում մեկ ինձ ասում են էսի սենց արեց ասում են ձեր ցավը տանեմ ես դատավոր չեմ ես անում եմ այս գործը իմ համոզմամբ իմ ծրագրերով Աստծո օգնությամբ Հիմա այն էլ մարդկանց պետք է այլ ընտրանքի հնարավորություն տաս, ոչ թե մարդկանց ասես, վայ դու լավը չես, դու էսի սխալ արեցիր, էդի դա քո գործը չի։ Մենք դատավոր չենք։ Դատավոր չենք։ Դու նվագի, քո ճաշակը ցույց տուր, քո մոտեցումը ցույց տուր, քո յուրահատկությունը ցույց տուր, սա ամենամեծ արժեքն է, որ ստեղծվում։ Մարդկանց պետք է այլ ընտրանք տաս։ Ոչ թե սկսես սրան նրան հայոյել, նրա հետևից բամբասել դա լավ չի։ Լավ, ես ձեր խոսքից վարպետ խաչիկը ներ Քյավառցի։ Չէ, բժնեցի էր։ Բժնեցի խաչիկ էին ասում։ Ումուդ, բան դրա համար։ Հա, բժնեցի։ Լավ, իսկ բանի հետ կապված ձեր կյանքում տեղի ունեցած այդ Քյավառից կլինի, թե ուրիշ բաներ կլինի, տենց հետաքրքիր ուրախ պատմություններ։ Քյավառից մի անգամ գնացինք նկարահանումների, ես 20-21 տարեկան եմ։ Առաջին իմ մասին նկարահանումներ քյավառցիները, իմ հարազատ քյավառցիները, իմ բարեկամները եւ ոչ միայն բարեկամները հյուրասիրություն են կազմակերպել։ Ուրեմն միջև նկարահանումը սկսելը ես այսօրվա պես հիշում եմ։ Մի հատ Սևանի ափին հյուրասիրեցին, մի հատ մեր բարեկամի բակում մի հատ էլ ինչ-որ միտեղ այդ ամբողջ նկարանող խումբը հարբեց նկարանում անցավ 10-րդ պլան Ոչմ պտիչկայի համար ներկա ստանալու համար նկարահանեցին օրվա վերջներ արդեն մոնտաժին գնացել եմ հիմա նայում եմ կադրերը օպերատորը խմած է եղել արդեն մի հատ դուզյոնի կադր չկա սա շարժվում է բաները չի բռնում, այդ միկրոֆոնները, մի խոսքով, ասեց սա Քյավառի ուտել խմելու արդյունքն է, դրա համար ասեցինք մենք պետք է ուտել խմելը լինի վերջում, ոչ թե սկզբից։ Մի խոսքով, Քյավառի ժողովուրդը յուրահատուկ ժողովուրդ են, մորս կողմը աբարանցի է, հորս կողմը Քյավառցի, երկու սարեցի ժողովուրդ, մեկը մեկից լավ, մեկը մեկից յուրահատուկ եւ ընդհանրապես իմ համար Վաճ շրջանի ժողովուրդ չկա, ես բոլորին հարգում եմ, իրանց յուրահատկություն, Ղարաբաղցին իրա տեսակի մեջ է լավ, պետք է ուղղակի նայես իրա ձևի մեջ, աբարանցին իրա ձևի մեջ, գորիսեցին իրա ձևի, իմ համար այդ բաները չկա, տարբեր բնության դրսևորումներ կա իրանց մեջ, տարբեր
հոգեբանություններ կա, իրանց հետ համատելը սխալ է, բայց առանձին իրանք արժեքներ են ինձ համար եւ կարծում եմ մենք պետքա բոլորս համախմբենք մի գաղափարի շուրջ հայ ազգ, հայ մշակույթ, մեր Հայաստան երկիր, մեր պետականություն եւ վաղվա օր։ Եվ ով որ այդ բաժանումը դնում է։ Չէ, բաժանումը սխալ բան է։ Սխալ բան է եւ չգիտեմ դիտավորյալ է անում, թե չհասկանալու երկու դեպքում էլ պարակտելու փորձ կա։ Դատապարտելի է իմ համար։ Ես հիշում եմ, երբ Շարլ Ազնավուրը գալիս էր իր ծննդյան առիթով Երևան, ինձ հրավիրում էր, որ նվագեմ իր համար։ Եվ շատ առիթներ ա եղել, որ նվագելը մեր հրաշալի մայստրի համար։ Դուդուկ ինքը հայ մարդ էր, ճիշտ է ֆրանսիացի էր, բայց հայ մարդ էր, մարդու հայդին կերպար էր էլի մարդկության։ Բջիջներով հայ էր էլի, ինքը լավ հայ էր, որակով մարդ էր, օրինակելի մարդ էր։ Նա պետք էր խոսար ու լսեր։ Նա կյանքի ճանապարհ անցած մարդ էր, նրա երաժշտությունը, նրա վերլուծությունը, նրա հուզմունքը, նա հուզվում էր նաև։ Վիլյամ Սարյանն էր օտար երկրում մեծացած, օտար լեզվով ստեղծագործող մարդ, բայց հայ էր։ Մի դեպք կա, երբ Վիլյամ Սարյանը առաջին անգամ գալիս է Հայաստան, Երևան, եւ փոքրիկ մի խնջույքի մեջ Վաչե Հովսեփյանն են բնականաբար հրավիրում եւ առաջին անգամ դուդուկ պետք է լսի։ Խնդրում են, որ վարպետ Վաչեն նվագի։ Հիմա նվագում է Վաչեն, դամներ կողքը, դե դուդուկը դամ ապահում, մեկը երկրորդ դուդուկը դամ ապահում։ Հիմա Վիլյամ Սարյանը չի հասկանում, դամի բան ինչ է, որ անդադ պահում է։ Հա, դուրը գալիս է, բայց չի հասկանում, էլի։ Դե ուղիղ մարդ էր։ Մեկ էլ ասում է, Վաչե դու նվագե, դամ դու սպասի։ Վաչեն դե հիմա Վիլյամ Սարյանն ասել պետք է անեն։ Սկսում է Վաչեն նվագել առանց դամ, մեկ էլ լսում է, ասում է, չէ, պետք է միացի։ Ուզում է համոզվի դամի այդ բան էլի կարևորությունը, արժեք ու համոհոտը։ Սենց եւ դուդուկի հետ կապված էլի բանը Արամ Խաչատրյանն էր շատ սիրում մեր նվագարանը եւ ոչ միայն մեր նվագարանը, ինքը Հայաստանն էր սիրում, հայ բնությունն էր սիրում, հայ բնությունից ծնված այդ երաժշտությունն էր սիրում։ Պատմում են ին դասատուն էր պատմում էր, երբ գալիս էր Արամ Խաչատրյան Երևան, ուստա Մարգարին, Մարգար Մարգարյանին, ասում է խնդրում էր, որ գար զանգվի ձոր եւ նվագեր իր համար։ Ասում է, երբ Մարգարը նվագում էր, Արամ Խաչատրյան նոտայա գրում էր այդ ամենը եւ դրա դրսևորումն է Հորսկան աղբերը երկրորդ սիմֆոնիայում ժողովրդական շատ երգերի քարիբար Կալոսի պրկայից մի հատված, որը էլի Գայանե բալետի մեջ է Սուսերով բարի հատվածում եւ Արամ Խաչատրյանը ասում էր դուդուկը միակ այն գործիքն է, որը ինձ ստիպում է հուզվել, արտասվել։ Իմ դասատունել ասում էր, մարդ եթե չհուզվի, մարդ եթե չամաչի, մարդ եթե չկարմրի, այնի զգացմունքներ էլի կասկածելի է դառնում շատ բաներ։ Դրա համար դուդուկի մեջ այդ ամենը կա, որ ինձ ասում են, ինչ է դուդուկը, ասում են դուդուկը սիրո դրսևորում է։ Սիրո մեջ կա հուզմունք, ալեկոծում, ուրախություն։ Այդ բոլորը մարդկային հարաբերությունների դրսևորում է։ Դուդուկը օրինակ Մադոյանի պարերը, որ նվագել է, անզուգական են։ Ասում էր իմ դասը, ադանես նվագի, որ մարդը ոսկորները կուդուտ գա ուզենա պարի, այդ ռիթմիկ բաներ էլի։ Մադոյանը շատ ճիշտ էր նվագում, իհարկե մեր բոլոր վարպետները սովորել ենք եւ սովորում ենք։ Ուզում ասեմ, հարսանիքներում դուդուկը շատ է օգտագործվել որպես ուրախության գործիք, երբեմն տխրության առիթներով։ Մի խոսքով, կյանքի բոլոր դրսևորումներում դուդուկը հայ մարդու կողքին է եղել։ Այն պետք է զարգացնել, բայց շատ կարևոր է, որ դուդուկի
ջիգարը միշտ գործի, այդ հրաբուխը գործող պետք է միշտ գործի։ Երբեմն ուզում են շատ գրագետ նվագել ու բանա դառնում էլի, լավ չի։ Ինքը համակորում։ Որ հասնի մարդու հոգուն, սրտին։ Ասենք դուդուկը պետք է թեկուզ սիմֆոնիկ օրկեստրի հետ ես նվագում, երգչախմբի հետ ես նվագում, պետք է այդ դուդուկ ավարի նվագելու այդ համը պետք է պահես։ Հա, էլի որ իր այդ համը չեղավ, ինքը իրան շատ ուզում ես կրթես գրագետ նվագես, ինքը մի հատ բան է կորում մեջ, էլի գրագետ նվագի, բայց այդ համու հոտը ջիգարը պետք է լինի, եթե ջիգարը պակասում է, դուդուկի մեջ շատ կարևոր բան է։ Այսինքն որպես այդպեսին ցուցանիշ չկա, եթե ինքը հասավ մարդու սրտին, զգայարաններին, ուրեմն հաջողել ես։ Ճիշտ է։ Եթե այդ մարդը դա չզգա, չընկալեց, ինչքան ուզում ես դուդուկ ավարի պետք է նվագել, էլի, ինչ բանը ուզում ես նվագել, ինչ խմբի հետ, ինչ ժանրի հետ, պետք է դուդուկի այդ ներվը միշտ աշխատի, այդ ներվը որ չի աշխատում, ատամի մեջ ներվ չկա, այնի բան չի զգում, պետք է այն ներվը միշտ աշխատի, որ մարդը լսի ու բանը դա շատ կարևոր է։ Հյուրախաղերի ժամանակ իմ առաջի ելույթներն էր արտերկրում, չեմ հիշում որ երկրում էր, եվրոպական որ երկրում էր, ելույթից հետո թղթակիցները, ժուրնալիստները գալիս են մոտենում են իմ դամպահողին, ինտերվյու են խնդրում։ Հանգարտ ես եմ սոլիստ, ինչ եք ինտերվյու, իրանից էլ կարող եք, ես բան չունեմ։ Մեկ կես կատակ հարցրեցի, ասում եմ, բայց ես սոլիստն էի, ասում եմ, դուք նվագեցիք շնչելով ամբողջ համերգի ժամանակ, այս դուդուկահարը ամբողջ համերգը առանց շնչել է նվագել, ասում եմ, մենք ուզում ենք հասկանալ, մի խոսքով դավի ֆունկցիան շատ կարևոր է եւ դամը կարծես ճաշի աղը լինի, շատ փոքր է, բայց շատ կարևոր։ Ինչ է մաղթում, որ մեր նախ դուք երկար տարիներ հաջող եւ ելույթներ ունենաք եւ մանկավարժական գործունեությունը շարունակեք եւ նաեւ մեր դուդուկը թևածի նաեւ աշխարհի տարբեր եւ բեմերում եւ տարբեր ստուդիաներում, տաղավարներում, որ մենք մեր մշակույթով ներկայանալ լինենք աշխարհին։ Իհարկե։ Ես սովորաբար ասում եմ, ինչ մասնագետ էլ ուզում եք դարձեք, լավ է եղեք։ Այս դեպքում դուդուկի դեպքում, դուդուկահարի դեպքում լավ դուդուկահար պետք է լինել։ Շատ լավ։ Թող որ հնչի մեր դուդուկը աշխարհի բոլոր բեմերում եւ տաղավարներում։ Այո, շնորհակալություն։ Ավարտենք, սիրելի բարեկամներ։ Հիշեցնեմ, որ այսօր ճանաչիր մերոնց հաղորդաշարի տաղավարում իմ հյուրն էր ճանաչված դուդուկահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարոն Գևորգ Դաբաղյանը։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։